ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում։ Հունիսի 15-ից Միացյալ Նահանգները կդադարեցնի Իրանի ծովային շրջափակումը, ինչպես նաեւ անհապաղ եւ մշտական կդադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նա նշել է, որ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, նրա միջուկային ծրագիրը, երկրի վերակառուցումը եւ տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ կողմերի կողմից ապագա համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման մոնիթորինգի մեխանիզմը։ Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինին Իրանի հետ հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար, գրելով աշխարհի նավեր միացրեք ձեր շարժիչները, թող նավթը հոսի։ Թրամփը հայտարարել է Իրանի ծովային շրջափակման անհապաղ վերացման մասին եւ թույլտվություն տվել Հորմուզի նեղուցը բացելու ազատ անցման համար։ Նեղուցը կբացվի ականազերծման համար հունիսի 19-ին համաձայնագրի ստորագրումից հետո։ Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գոհ է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի պայմաններից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ Իրանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է Միացյալ Նահանգների մեծ հաղթանակ։ Նա ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է փոխել Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում։